Քրիստոս բացառիկ առաքելությամբ աշխարհ եկավ։ Նա եկավ, որպեսզի մեզ հաշտեցնի Աստծո հետ։ Սիրելի ժողովուրդ ջան, Աստված մեզ այսպես է խոստացել։ Ասել է, ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ եւ ձեր մեջ կբնակվեմ իր Սուրբ Հոգով։ Եվ Աստված այսօր կամենում է մեր մեջ հաստատվել, եւ մեր մեջ հաստատելու նպատակը այն է, որպեսզի մեր սրտերի ու մեր հոգիների մեջ խորտակի սատանայի ու մեղքի իշխանությունը, որ մեզ ազատի մեղքի իշխանությունից եւ այդ մեղքի բռնակալից, այս ստրկությունից մեզ ազատի։ Միտեղ եմ ուզում հիշեցնել, ուրեմն Ղուկաս ավետարան 2-րդ գլուխ Օգոստոս կայսեր օրոք, ուրեմն ասում եմ մարտահամար եղավ։ Բոլոր մարդիկ պետք է գնային կանգնեին մարտահամարին։ Հովսեփը եւ Մարիամը Դավիթի քաղաքեն եղելով, Դավիթի սերունդը լինելով, Դավիթն էլ Բեթլեհեմից էր։ Գնացին Բեթլեհեմ, որպեսզի այնտեղ կանգնեն մարտահամարին։ Եվ Մարիամի ծննդաբերության օրերը հասել էր։ Խենչ Հովսեփը, որ դուռը թակում էր, դուռ չէին բացում իր առաջ։ Ասում է Իջևանում նրա համար տեղ չկար։ Աստծո որդի համար շատ զարմանալի է, Քրիստոսի համար խիղճ չունեին այդ մարդիկ։ Նայում էին Մարիամի վիճակին, ծանր երեխով, բայց տեղ չկար, Հիսուսի համար տեղ չկար։ Եվ այդ գյուղից մի փոքր հեռու անասնագոմ կար։ Հովսեփը Մարիամին այնտեղ տեղավորեց եւ մսուրի մեջ խանձարով հատեց, ծնվեց իր որդին Հիսուսը, Անդրանիկ որդին ծնվեց Հիսուսը եւ այդպես մսուրին ծնվեց մեր Տեր Հիսուսը։ Մենք զարմանում ենք այն մարդկանց վրա, որոնք Տեր Հիսուսին Քրիստոսին տեղ շտվեցին։ Բայց այդ մարդիկ այսօր էլ կան, սիրելի ժողովուրդ, այդ նույն մարդիկ այսօր էլ կան։ Հիսուս այսօր իր Սուրբ Հոգիով յուրաքանչյուր մարդու սրտի դուռն է թակում, որպեսզի մարդկանց օգուտի համար տեղ տան իրենց սրտի մեջ, որովհետև Աստծո հաճելի բնակարանը մարդու էությունն է, մարդու սիրտը եւ նրա հոգին է։ Սաղմոս 51:7-ի մեջ ասում է Աստծուն հաճելի ուրեմն նվերը մարդու սիրտն է, ով Աստված։ Խոնար սիրտը դու չես անարգի։ Բաց եմ կարդամ, ես իմ հիշողությունով ասացի, բայց մոտավորապես այդպես է։ Եվ Հիսուս այսօր կացարան է պահանջում, սիրելի ժողովուրդ, իր ստեղծած մարդուն օթևան է պահանջում։ Եվ այսօրվա մարդիկ ասացի չեն տարբերում այն օրվա մարդկանցից։ Եվ մարդիկ չեն ուզում, Քրիստոսին տեղ չեն տալիս։ Մերժում են Քրիստոսին իրանց սրտերի մեջ, մերժում են փրկությունը։ Եվ նրանք մերժում են ու կմերժվեն։ Երբ որ գա Քրիստոսի գալուստը, նրանք էլ Քրիստոսից կմերժվեն։ Ռուսական մի հատ բան կա, չէ, ասում է կակոյատվեք, տակոյ պրիվեք։ Ուրեմն այսօր ինչ եմ ազդարարում, ինչ եմ խնդրում։ Եթե դեռևս Քրիստոսին ձեր հոգիների եւ սրտերի մեջ դեռևս տեղ չեք տվել, տվեք այդ տեղը։ Այնտեղ ուրախություն կլինի, խնջույք կլինի։ Սիրելի ժողովուրդ ջան, այսքանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ նրա ծննդյան առիթով, բայց շատ կարևոր մի բան ունեմ ասելու, մի հատ էլ հայտարարություն ունենք ասելու, դա վերաբերում է մեր ուրեմն երկրորդ տոնին, ասեցի, ես մեր շենքի կապակցության, այսօր լինելու է այս մեր շենքի բացումը, այս եկեղեցու ժողովարանի բացումն անելու։ Դենի շատ, ուրեմն այս ամբողջ շենքի կառույցը շատ կար ժամանակամիջոցում է եղել։ Մեկը տարի եւ 4-5 ամիս, էսի խարխլված, բլված, մենակ պատերը կային, կրիշ մեկ չկար։ Եվ այս փաստն էլ 1 տարի եւ 4 ամսում կառուցվի այս շքեղ ժողովարանը, էսի վկայում է ու խոսում է այն մասին, որ Աստծո աչքը միշտ այս շենքի վրա է եղել։ Ես հիմա մեր ավակ եղբայրներին կխնդրեմ, որ երբ որ մեր պաշտամունքը ավարտվի, Սողոմոնի աղոթքը միտը բերեն եւ մեր այս կառույցի համար մի հատ աղոթք կանեն։ Բովանդակություն է, Սողոմոնի գիտեք որ մեկն էր, աղոթում էր, ասում էր, այս տան շենքի պատերի մեջ ով գալիս է, թող երբ որ դադարգան, առադատ այսպես լցված տեղից գնան։ Եթե հիվանդ կգա ստեղ, թող առողջացած գնան։ Եթե մեկը կգա անոթի ու ծառա, խոսքը Աստծո խոսքի սովի մասին է։ Եթե մեկը կգա անոթի ծառա, թող ստեղից լցված գնա, կերակրված գնա։ Ով ինչ հոգս, ով ինչ խնդիր ունի, եւ ես ինձ եմ
Աստծուն ես իմ աղոթքը թող Աստված լսի, թող ես մեր ժողովարանը տարբերվի մնացածներից այնքանով, որ ստեղից եկողը դադար չգնա, թող Աստծու ուշադրության կենտրոնում լինի այսօրվա մեր խնդիրը։